Լիքը ծնող կարծում է երեխաները չեն խաբում իրենց, երեխաները խաբում են, ու երեխաները խաբում են ոչ միայն այն պատճառով, որ գնահատական կա, այլ որովհետև կա պատասխանատվություն։ Եթե կա պատասխանատվություն ու դու մի բան չես արել, բայց պետք է անես, դու երեխա ես։ Ես հենց ասել եմ, հանկարծ եթե բռնացրից ու երեք օգտագործում, առաջինը դրա մասին բոլորը իմանալու են, երկրորդը դուք ծրագիրը չեք ավարտել։ Ուսուցիչը լիքը իր աշխատանք թոթափվում է ու շատ ավելի ինդիվիդուալ կրթության հնարավորություններ են բացվում AI-ի շնորհիվ։ Վաղը ես պարկում եմ վիրահատության, դու վիրահատություն ես անում AI-ի միջոցով։ Պատրաստ ես։ Չէ, բայց դա ինչ կապ ունի։ Ոսկ ինչ կապ ունի, բարդությունն է, մանկես բարդ խնդիր եմ տալի։ AI-ը կպատմի ամեն ինչ։ Ես չեմ ասում։ Կպատմի ինչպես է պետք անել, լանցետը ինչպես է պետք անել։ Բայց չէ, ծայրահեղ ասում ես, հիմի որ ասեմ, հիմի թռի մարզ, բարձա չես կարա թռնես։ Խոսքը նրա մասին է, տեսեք, առաջադրանքը դկրտության մեջ միշտ նենց է, չէ, որ ցանկացած պահի երախուն տալիս է մի հատ առաջադրանք, որը իր համար անհնարին չի անելը, բայց բարդ է, ինքը պետք է ուղեղը լարի որ անի, առաջին դասարանցում ոչ թե ուղեղը լարի որ անի, այլ սովորի որ անի։ Իմ սեփական փորձից իմ համար շատ լավ աշխատում է։ Ես հիմի գրում եմ ծրագրեր ծրագրավորման լեզուներով, որոնք ես երբեք չեմ օգտագործել, բայց ինչու՞մն է տարբերությունը իմ մոտ որ ստացվում է, իսկ այն մարդկանց մոտ որ չի ստացվում։ Ես այդ հմտությունը ունեմ իրան ճիշտ առաջադրանքներ տալու։ Ես տալիս կոնկրետ prompt, ասում եմ, այսա սխալ է, ուղի։ Ինքը գնում էր դա ուղում էր 5 տեղ ուղում էր, սա խախտում է։ Արամ ջան, այստեղ ասեմ երկու խնդիր կա։ Մեկը այն, որ հմտությունը, որ տաս, օրինակ ես նույն իրան առաջադրանք տալիս եմ, ինքը անում է, դրանից հետո ասում եմ մի հատ էլ առանձին prompt ունեմ, որով տալիս եմ, ասում եմ, դե հիմի այս արածը մի հատ նայի վրից, թե ինչ կարելի է ուղղել։ Ինքը արդեն ոնց որ նոր աշկով սկսում է նայել ու լիքը ցուցակով ասում այս կարելի է լավացնել, այս կարելի է լավացնել եւ այլն, սկսում է դզել։ Կասած հետեւյալն է, մենք մարդկանցով ադապտացվենք AI-ին, այն ինչ որ ինքը կարողանում է անի, տանք իրենց, կտրտենք մեր գործունեությունը հատվածների, նեղ զարգանանք այնտեղ, որտեղ ինքը չի կարողանում, որտեղ ստեղ մենք իրան փոխարինենք, որտեղ ինքը չի կարողանում, մնացած տեղում չզարգանանք, որտեղ ինքը դեռ կարողանում է, այդպես չի աշխատել։ Նայ, կակրած հակառակն է, ոչ թե նեղ զարգանանք, այլ ընդհակառակը մարդու դերը նոր աշխարհում։ Բայց պարզ բաներ չի կարողանում ախր անի։ Big picture-ն է։ Big picture հետ դիտի մանրուքների մասը ինքը ստեղ հիմարություններ է անում։ Այն մանրուքը, որը չի կարողանում, էլի դու արի, ես չեմ ասում չանես։ Բայց դու սովորես որ անես։ Սովորի այդ մասը, որը որ չի կարող։ Բայց եթե մասում, ցածվում ինքը դու մաս սովորես, ստեղ սովորես, ստեղ չսովորես, ստեղ սովորես, ստեղ չսովորես։ Սա սովորես ինչ որ պետք է։ Այդ է հարցը, դե ինքը պետք չէ, ինչ որ չի կարող անի։ Մեր ոդքասթի հետևորդներին ուզում եմ հրավիրել շատ օգտակար միջոցառման։ iKESBAN-ը կազմակերպում է անվճար վեբինար, որտեղ պարզ ու հասկանալի ձևով ցույց են տալիս ինչպես աշխատել AI-ի հետ, ինչից սկսել ու ինչպես կազմել ճիշտ հարցումներ, որ ստանալ առավել արդյունավետ պատասխաններ։ Բաժանորդագրվեք ալիքին եւ կոմենտների բաժնում գրեք iKESBAN, որ ստանաք վեբինարի հղումը։ Ողջունում եմ մեր այսօրվա ունկնդիրներին iKES podcast-ի ստուդիայում եւ ողջունում եմ մեր հյուրերին Արամ Փախչյանյան, IP հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ եւ Արշակ Ուլուբաբյան, Ռեարմենիա ակադեմիայի կրթական ծրագրերի ղեկավար։ Շատ շնորհակալություն, որ այսօր այցելել եք մեր մոտ եւ կուզենայի, որ մենք այսօր խոսենք կրթության մասին, AI տրանսֆորմացիային, որ բերում է կրթության ոլորտ եւ AI տրանսֆորմացիան, որ տեղի ունենում ընդհանրապես մարդկության մեջ, բացասական կողմերը, դրական կողմերը, փորձենք հասկանանք ռիսկերը, առավելությունները եւ հնարավորությունները, որ ստեղծվել է։ Երևի սկսենք ամենադասական կրթությունից, որ դպրոցներում է ու որ կապված է մեր երեխաների հետ։ Կա տենց հետազոտություն, որ այսօրվա դրությամբ արդեն իսկ 70%-ը ամերիկական աշակերտների օգտվում է ChatGPT-ով նրա համար, որ անի իրանց տնային աշխատանքները։ Գլոբալ առումով 86%-ը երեխաների օգտվում են ChatGPT-ից նրա համար, որ ինչ որ առաջադրանքներ անեն։ Սա պարալել նրա հետ է տեղի ունենում, որ դպրոցները դեռևս ոչ մի ռեգուլյացիա չունեն ոնց պետք է աշխատել AI-ի հետ,
որ ինքը չվնասի կրթական process-ին, որ երեխան կարողանա զարգանա եւ այլն եւ այլն։ Դպրոցները այսօրվա դրությամբ ինչ որ կոնտրոլ ունեն այդ ամեն ինչին, թե արդեն իսկ կոնտրոլը լիովին կորցրած է ու հիմա պետք է հասկանալ ոնց է այդ նոր համակարգը կրթական ստեղծվում, որ նոր իրողություն է լինելու արդեն աշխարհում կրթական համակարգում։ Եկեք երևի Արամից սկսենք։ Դե դպրոցները վերահսկողություն նախկինում էլ չունեին։ Նախկինում այդ AI-ը կոչվում էր մորաքուր, որը գալիս էր եղքող կնստում, եղքի տնայիններ էր անում, երեխու փոխարեն։ Հայաստանը շատ ընդունված AI էր։ Ուզում ասեմ այդ առումով այնքան է միայն փոխվել, որ եթե մորաքուրին գոնե պետք է խնդրեր աշակերտը մեր, որ մորաքուրը կարող ասել, չէ, մի բանը դու արա, հիմա արդեն էլ ոչինչ մորաքուրը չի ասում, երեխան ինքը վերցնում է, անում է, նախկինում իրարից էին արտագրում նաև աշակերտները, կոպիտ ասած մի մորաքուրը դասարանի համար հերիք էր, բոլորը այդ նույն մորաքուրի արածը նորից արտագրում էին, թե խոսքը վերաբերում էր մաթեմի բանի, որտեղ պետք է ընդհանրապես ինչ-որ լուծումներ, որտեղ գրականության առարկայապարակը մի քիչ բարդ է, ուսուցչական կարող է մի քիչ տարբեր բաներ կգրեն։ Հիմա դա շատ հեշտացել է, որտեղ տարբեր բաներ կստացվեն, AI-ը ինչացես գրում։ Բայց AI-ից կարելի է փորձել բացահայտել, բայց ուսուցիչները գլուխ չեն դնում, անիմաստ է բավական, ինքը ներվեր է ծախսում, հենց պետք է ապացուցես երեխեքն մանիպուլատոր են կարողանում են լացեն բան, այս կոմեն ծնող կանչեն։ Այդ ուսուցչի վրա ծնողին խափում են, որ իրենք են գրել, ծնողները բացասակ հավատում, որտեղ ծնողը ուզում է հավատալ երեխան կան լավ կարողանում սովորել։ Մենք սկսած ինքնախապեյության մեջ ապրում են, բայց դա պայթելու է իհարկե, վաղ թե ուշ վերելու է հետևանքների։ Հիմա այսինքն դա արդեն կար, հիմա մենք ուղղակի AI-ը։ Չէ, հիմա դա եթե նախկինում դա կար, հիմա դարձել է արհավիրք։ Այո։ Եվ դրա հետևանքն այն է լինելու, որ հավանաբար տնայիններ չեն լինելու։ Հիմա դեպի դա է գնում, մենք մեր դպրոցում օրինակ որոշել ենք, որ հիմնականում պետք է կամ ապավինենք ծնողների հսկողության, որը մի քիչ դժվար է ապավինել, կամ պետք է երեխային տաս ոնց որ այն կոչվում է flipped classroom, շրջված դասարան, երբ որ դու տալիս ես տնային ոչ թե աշխատանք անել, այլ նյութ ընթերցել ապագա դասի համար։ Իսկ դասարանում դու արդեն առաջադրանքներ ես անում իրենց հետ, իրենք դասարանում աշխատում են։ Իրենք աշխատում են ուսուցչի վերահսկողության ներքո, իրենք չեն կարող օգտագործել AI, ոնց որ դու խնդրի լուծում ես դրանով։ Այսինքն այդ սահմանափակումը, որ իրենք չեն կարող օգտագործել AI-ը, պարտադիր պետք է մտցնել։ Դե հիմա պարզ բան ասեմ, հայտնի հետազոտությունն է հիմա երևի Աշոտն գիտի, ժամանակին վերջերս 2 ամիս առաջ հրապարակվեց MIT կողմից հետազոտություն արված, որտեղ իրանք բացահայտել են, որ AI-ից օգտվող ուսանողն է MIT ուսանողների, որոնք շատ լավ են գրում էսսեներ։ Ոչ միայն շատ ավելի քիչ իրենց ուղեղ աշխատացրեցին, համարյա ուղեղ ակտիվություն չէր հայտ բանանում։ Ոնց որ սկզբից պատմեմ, որ բոլորը հասկանան ինչի մասն է։ Ուսանողներին խառը random բաժանել են 3 տարբեր խմբերի։ Մի խմբին տվել էին հնարավորություն ինքնուրույն գրել աշխատանքը, մյուս խմբին ասել էին դուք օգտվեք Google-ից եւ կարող եք փնտրել ինչ-որ նյութեր բան եւ դրանից օգտվելով գրել ձեր էսսեն, իսկ երրորդ խմբին ասել են դուք հեսա խնդրեմ ChatGPT կամ նման այլ համակարգ չեն ասում որը կոնկրետ, կարծեմ հոդվածում գրած չի, բայց բան մի խոսքով chatbot։ Ու դուք կարող եք դրանից օգտվեք ձեր գրելու համար։ Բոլորի գլխին հագցրել էին էնցեֆալոգրամա ձևավորող սարքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես աշխատում ուղեղը, ինչ ակտիվություն կա։ Ամենամեծ ակտիվությունը բնականաբար նրանց մոտ էր, ովքեր ինքնուրույն են գրել։ Մի քիչ ավելի քիչ նրանց մոտ ով օգտվում էին Google-ից եւ համարյա չկար ակտիվություն նրանց մոտ ով գրել էր AI միջոցով։ Որակի առումով տեքստի բնականաբար նրանք ով գրեն AI միջոցով տեքստը վատը չէր, բայց անհետաքրքիր էր, օրիգինալություն չկար մեջը, բոլորի մոտ նույն բաներն էին գրած, նույն մտքերը, նմանությունը շատ մեծ էր։ Եվ բայց դա մի կողմ դրա։ Հա, ու հետո իրենց հարցնում էին, ինչի մասն է գրել, մի քիչ կիսվեք ձեր գաղափարները դրանից, ինք համարյա ոչինչ չեն կարողանում ասել, շատ չկապակցված եւ անհետաքրիր բաներ են ասում, շատ հիմնական։ Որը AI-ով էր այդ ամեն ինչը։ Չեն կարողանում խորանալյութի մեջ եւ ոնցով չեր առաջանում ինտերնալիզացիա, իրենցը չէր դառնում դա, իրենք ոնց որ գրել են, բայց միջև չեն հասկանում ինչ են գրել։ Բայց ամենավատը դա չի։ Դա հայտնի է, դա հասկանալի է, որ այդպես կլինի։ Ամենավատն է, որ առաջին եւ երրորդ խմբերը, երկրորդ խումբը ազատեցին, իսկ առաջին երրորդ խմբերը տեղերով փոխեցին։ Եվ նույն առաջադրանքը նորից տվեցին։ Այն խումբը, որը ինքնուրույն էր գրում, հիմա օգտվելով AI-ից ամեն դեպքում իրենց մոտ
ուղեղի ակտիվությունը նման էր այն խմբին, որը միջին խումբն էր, որը օգտվում էր փնտրելու համակարգերից։ Իսկ այն խումբը, որը AI-ից էր օգտվում, իրեն տվեցին ինքնուրույն գրել, իրենք չկարողացան գրել համարյա։ Իրենք չկարողացան միացնել ուղեղները, չէր աշխատում։ Իրենք փորձում են, իրենց մոտ ոչինչ չէ ստացվում։ Մարդիկ, ովքեր ընդունվել են MIT, որոնք փայլուն գիտեն գրել էսեներ։ Վախենալու չի, սա արշատ։ Որտեվ առաջանում է վախ։ Ինքը փորձում է գրել, իր մոտ չի ստացվում, որտեվ իր մոտ կա ակնկալիք, որ ինքը ավելի վատ կգրի, քան նոր իր համար գրել էր AI։ Իր սուբյեկտիվ ընկալմամբ AI շատ ավելի լավ է գրում, քան ինքը հանձնվել է։ Դա կոչվում է ձեռք բերվեց անզորություն։ Դա հայտնի էֆեկտ է, որ քեզ բացատրում են, որ չես կարող, դու հավատում ես, որ դու չես կարող, դա շատ դժվար է կարողանալ։ Ու դա ընդհանրապես մի էքսպերիմենտի պարագայում բացահայտվեց։ Ու դա հրապարակված է, իրենք շատ արագ դա հրապարակեցին։ Կան որոշակի այդ ամենի մեջ առանձնահատկություններ, եթե մարդիկ իրապես տիրապետում են նյութին, AI կարող շատ իրենց օգնել, շատ ավելի արագ ընթացք կան գնալ, սխալները վերահսկել բան։ Իսկով AI վատ բան չի, բայց այն լավ բան է միայն մարդկանց համար, ովքեր ինքնուրույն դա կարող են անել։ Հիմա օգտվում են նայից, որ դա անեն ավելի արդյունավետ աշխատանքի առումով բան։ Իրենք արդեն բավականին խորացած են, բայց եթե դու տալիս ես մարդկանց, ովքեր դեռ սովորում են, դեռ կրթական process-ի մեջ են, իրանք կարողության պակաս ունեն, իրենք միանգամից հանձնվում են։ Ու դա երեխաներ դպրոցում հենց այդպեսին են, իրենք դեռ սովորում են։ Եվ եթե իրենք սկսեն օգտագործել արհեստական բանականությունը ինքնուրույն սովորելու փոխարեն, շատ արագ մենք ունենանք ուղեղների դեգրադացիա, մենք ունենանք անզոր սերունդ ու ոչինչ չի կարողանում անել։ Ու դա իր մեջ մեծ վտանգ է պարունակում։ Illusion of competence, տենց մի հատ ինչ որ էլի MIT research-ների մեջ կար, որ աշակերտների առելի ինչ որ տոկոսեր, չեմ հիշում ում արդեն ինչքան էր, որ իրանց մոտ տպավորություն էր, որ իրանք շատ ավելի շատ բան կարան անեն ու շատ ավելի շատ կոմպետենցիա ունեն, քան իրականում իրանք ունեն, որովհետև իրանք սկսել էին AI-ով ամեն ինչ անել ու իրանց թվում էր, որ իրանք ամեն ինչ կարան, բայց իրականությունն էր, որ իրանց դա ընդհանրապես դա իլյուզիա է։ Խնդիրն այն, ես հիմա նաև դասավանդում եմ ամերիկյան համալսարանում ու ես համարյա միշտ տեսնում որ երեխեքո արհեստական բանականություն են օգտագործել։ Մենք հիմա սկսել ենք շատ առաջադրանքներ հենց դասարանում գրել տալ, որպեսզի իրենք չկարողանան օգտագործեն արհեստական բանականությունը, բայց նախկինում երբ որ իրենք օգտագործում էին, դու տեսնում ես, որ կա զգալի տարբերություն իր կարողությունների մտածելու, խոսելու, գրելու առաջադրանքներ կա, որ նա անում է դասանում քո աչքերի առջև, եւ հետո որ ինքը տանը նստած է AI-ից օգտվում է, դա բացահայտ է, բայց խնդիրն այն է, որ իրենց ընկալման մեջ իրենք սկսում են քեզ անդադ փորձել խաբել, որտեղ իրենց ընկալման մեջ անզոր են։ Իրենք արդեն ուրիշ կերպ չեն տեսնում, բացի նրանից, որ գնան ռիսկի, ես հենց ասել եմ, հանկարծ եթե բռնացրից ու AI օգտագործում, առաջինը դրա մասին իմանալու է համալսարանը, դա մտնելու է հավերժ ձեր ֆայլերում լինելու է, բոլոր տարիները որ դուք հետո սովորեք, դրա մասին բոլորը իմանալու են, երկրորդը դուք ծրագիրը չեք ավարտել։ Այս համալսարանում AI-ը անցալվում է որպես cheating։ Բոլոր համալսարաններն հիմա աշխարհում policy-ին, քաղաքականությունը, որը հաստատվում է, այն է, որ դու պետք է օգտագործես AI միայն այն դեպքում, եթե դու ստացել ես նման առաջադրանք դասախոսի կողմից։ Ես օգտագործում եմ AI, շատ հաճախ չեմ օգտագործում, բայց օգտագործում եմ ու ինձ լիքով քուտ է բերում։ Բայց դա միայն շնորհիվ նրան, որ ես ունեմ այդ փորձը, կարողանում եմ դա անել։ Իսկ աշակերտը, ով դեռ չի կարողանում անել այն, ինչ իրենց պահանջում են, մտավոր աշխատանքի առումով խոսքը միայն կոնկրետ բանը չի, իր մտքից ընդհանուր զարգացման, մտավոր կարողությունների զարգացման մակարդակը դեռ այնտեղ չի, որտեղ պետք է լինի։ Մենք հիմա խոսում ենք, մենք բավական բարդ թեմաների շուրջ կարող ենք երկար խոսակցություն վարել։ Չէ՞, հիմա այստեղ նստածնեիք մտ 9-րդ դասանի աշակերտի, դժվար թե իրեն հեշտությամբ տրվեր, այսպես ազատ, անկաշկանդ բարդ բաների մասին արագ խոսելը։ Սա մեր տարիների աշխատանքի արդյունքն է, կուտակված կարողություն է, որը գալիս է ամիսներով, տարիներով ինքնուրույն գրել, տեքստեր գրել, ընթերցել, խոսել, քննարկել, այդ ամենի արդյունքն է։ Հիմա եթե ճանապարհ երեխան չանցավ, ինքը նրա 9-րդ դասարանի մտավոր կարողությունների վրա եւ ապավինելու անդադ արհեստական բանականությանը, բայց խնդիրն այն է, որ չի կարողանա հասկանալ արհեստական բանականության տված արդյունքը համապատասխանում է ակնկալիքին, թե ոչ, որովհետեւ նա պատկերացում չունի, ինքը չի կարողանա իր համար ընկալել ակնկալիքը։
որտեղ նա մնացել է 9-րդ դասարանի երեխայի մակարդակի վրա։ Շատ վախենալու թեզեր ասեց Արամը, իրականում երևի ամեն ինչի հետ համաձայն եմ, որ իրոք կան մեծ վտանգներ, մտածողությունը մարդու ձևավորվում է, երբ որ ինքը անում է, ոչ թե երբ որ ինքը հենց արդյունքն է ստանում, այսինքն եթե իրականում մարդը ինչ-որ առաջադրանք կամ ինչ-որ գործ կամ նախագիծ ստեղծում է ու fail է լինում, այդ ընթացքում process-ի ժամանակը իր մտածելակերպը ձևավորվում, ինքը ինչ-որ հմտություններ սովորում, ինքը փորձ է ձեռք բերում, հասկանում եւ այլն, իսկ եթե ինքը արդեն ի սկզբանե իր առաջ դրված է, որ ես պետք է այս արդյունքը ստանամ, ու ես կարամ չիմանամ ոնց ես այդ արդյունքը ստացա, բայց ես արդյունքը ստացա, այստեղ ոնց որ այդ process-ի մեջ ինքը ոչ մի բան չի ստանում, ինքը մենակ այդ արդյունքն է ստանում, որը որ կարող է հիմա միջին արդյունքը իր այն մարդու հետ համեմատածով որ իր աշխատանքն է գրել, բայց համարը համոզված եմ, որ 5 տարի հետո ինքը ստանալու է այն մարդուց էլ ավելի լավ արդյունք։ Ուղղակի ինքը process-ը չի անցնելու, իր մտածելակերպը չի դրսևորվելու այն ձևով, որ ինքը կարողանա ճիշտ նախագծել մշակի, թե նպատակներ դնի եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ճանապարհով, որ մենք այտենց fail-եր չունենանք մարդու մտածելակերպի հետ, ինչ պետք է արվի քո կարծիքով եւ սահմանափակումները միջև որ աստիճան պետք է հասնեն, արգելել, չարգելել, ոնց անել։ Իրական մտահոգությունները հնչած մտքերը հետաքրքիր են, բայց ես մի քիչ ուրիշ պերսպեկտիվ ունեմ այս ամեն ինչին։ Առաջին իմ սեփական փորձից, քանի որ մենք Արմենիա ակադեմիայով դասեր ենք վարում, AI գրագիտության դասեր ենք վարում, շատ տարբեր խմբերի հետ, այդ թվում նաև երեխաների հետ, ու ես միշտ դաս սկսելուց առաջ հարցնում եմ, թե ով է ձեռք բարձրացրեք, եթե AI եք օգտագործում, ինչ եք օգտագործում եւ այլն։ Իմ փորձից պրակտիկորեն բոլոր երեխաները միջին ու բարձր դասարաններում ենք հիմնականում ֆոկուսը եղել, պրակտիկորեն բոլորը օգտագործում են AI։ Գուցե ինչ որ գյուղեր կան, որտեղ ոնց որ դեռ չի հասել տեխնոլոգիան, ակտիվ ինտերնետի հասանելիություն չկա, գուցե չգիտեմ, գուցե ինչ որ տեղեր կա, որը տոկոսը կփոխի միջին, բայց առնվազն այն բոլորը, որոնք որ կարային օգտագործեն, ըստ էության օգտագործում են։ Պրակտիկորեն չեմ հիշում եւ որևէ դեպք, որ ինչ որ մեկը ձեռք չբարձրացնի, որ ինքը հետազոտություններն էլ են հենց ցույց որ գլոբալ աշխարհով 86% դա աննորմալ է այս թիվը, այսինքն կան տեղեր, որ ինտերնետ չկա սկի։ Բայց հիմի բայց ինչն է հարցը, որ ես չեմ կարծում, որ AI-ը օգտագործել է խնդիրը։ Իրականում այս AI-ը ավելի ուղղակի ոչ թե խնդիր է ստեղծում իմ կարծիքով, այլ ջրեր է սա բերում սկզբունքային խնդիրներ մեր կրթության, այն որ ասեցիր Մորքուրի кейսը, չէ, դեպքը, որ Մորքուրը տնայիններ է անում, երեխան խաբում է եւ այլն, այդ ամեն ինչը որտեղից է գալիս։ Գալիս է նրանից, որ մենք կրթությունն ու ոնց որ սերտիֆիկացիան, լիցենզավորումը, գնահատականը նույն տեղում ենք դնում, նույն կառույցի կողմից ենք անում։ Այդտեղ ինչու՞մն է խնդրեմը, որ երեխայի մոտ մոտիվացիայի ոնց որ փչանում է իր մոտիվացիան։ Ընկերներիցս մեկն էր, խոսում էի հետը, որը սովորում էր համալսարանի Մոսկվայի Վիշկայում։ Ու Վիշկա շկոլայի կանոն։ Այնտեղ բան էր, կոնկրետ ինչ-որ պրոյեկտներ պետք է անեն, ինքը պրոյեկտ պետք է աներ ինչ-որ մի առարկայի շրջանակներում, որի արդյունքում ինքը պետք է ստանար գնահատական, մի խոսքով անցներ գնահատական ստանար այդ առարկայի համար։ Ու ինքը ասում է, ես ոնց որ երկու տարբերակ ունեի անելու, երկու պրոյեկտ էր մտքից գալիս էլի, մի հատ պրոյեկտ կար, որ իմ համար շատ հեշտ էր, ես հանգիստ կարայի անեի, իմ մաքսիմում գնահատականը ստանայի, մի հատ պրոյեկտ կար, որը որ իմ համար շատ հետաքրքիր էր, բայց ինքը շատ challenging էր, շատ բարդ բան էր, որ ես հաստատ անելուց լիքը բան էի սովորելու, բայց ես վստահ չէի իր արդյունքը կարողանալու եմ լավագույն գնահատականը դրանով ստանամ, որտեղ կարող է որոշակի բարդություններ լինի այդ ընթացքում։ Այսինքն ինքը ուներ մի տարբերակ, ասում եմ, դիլեմայի առաջ էի կանգնած, մի տարբերակ ընտրել պրոյեկտ, որից ես լիքը բան եմ սովորելու, բայց գնահատական արդյունքում կարող է լավը չլինի, կամ ընտրեմ մի բան, որ պրոյեկտ, որը շատ հանգիստ կարամ անեմ առանց որևէ նոր բան սովորելու,
բայց գնահատականը լավ է լինի։ Ասում ահագին տես տատանվելուց հետո վերջ ընտրեցի այդ որտեղ որ գնահատական կստանա, է շարից փորձանքից հեռու, հետո այնի մի օր էլի գուցե առիթ կլինի կանեմ։ Այս խնդիրը գլոբալ մեր կրթության համակարգի խնդիրն է։ Ու տեղից արդեն ոնց որ այս ChatGPT-ն այդ ամեն ինչ ուղղակի էլ ավելի ջրի երես է հանում, որ sense խնդիր կա իմ կարծիքով։ Կարող է պետք է հրաժարվենք գնահատականներից այ։ Երեխաները միշտ խաբում են։ Երեխաները խաբում են ծնողներին, երեխաները խաբում են անընդհատ։ Երբ ստուգելու հարց կա։ Չէ, ոչ, միշտ են խաբում։ Իլիկը ծնող կարծում է երեխաները չեն խաբում իրենց, երեխաները խաբում են։ Ու երեխաները խաբում են ոչ միայն այն պատճառով, որ գնահատական կա, այլ որովհետև կա պատասխանատվություն։ Եթե կա պատասխանատվություն ու դու մի բան չես արել, բայց պետք է անես, դու երեխա ես։ Դու պատասխանատվություն չես կարող դեռ վերցնել քո վրա շատ։ Հիմա որ դու խոսում ես շատ պատասխանատու երեխեքի մասին։ Իրենց տոկոսը սովորական դպրոցն է, մի 10%-ն է։ Այն 80-90%-ը իրենց պետք է ծնողները գոհ լինեն։ Իրենց պետք է ուսուցիչները գոհ լինեն։ Կարևոր չէ գնահատական կա թե չկա։ Բայց այդ գոհ լինելու արդեն բանը, որ մենք ոնց որ ըստ էության գոհ լինելն չէ, մենք ստուգում ենք ոնց որ լավ է արարել թե չէ։ Կամ ավելի չէ, լավ չէ, արես կամ չես արես։ Թեկուզ, բայց նպատակը ո՞րն է այդ լավ բանի գոհ լինելու։ Երեխան ի վերջո ինքը Երեխան նպատակով չի շարժ, երեխան ուզում է խաղա։ Երեխան ուզում է կյանք ապրի հավես։ Ինքը չունի նպատակ սահմանել 3 ամիս հետո դառնամ ավելի խելացի։ Եթե մենք չենք խոսում, ասենք 12-րդ դասանցի խելացի երեխեքի մասին, որոնք ինչ որտեղ գնացեն հատուկ սովորում են եւ Արամ ջան, արդեն դու բերում ես մեր կրթական համակարգի մյուս խնդրը։ Երբ որ մեր կրթական համակարգը օրինակ մաթեմատիկա է սովորացնում, սինուս կոսինուս է երեխան սովորում ու գաղափար չունի ինքը ինչի համար է սովորում։ Իրան ասում է, որ դա քեզ հետո մի օր պետք է գա։ Բայց ո՞նց իմանա, գաղափար որտեղից իրան։ Ահա, հարցը ինչու՞ն է։ Բայց դու դնում ես կասկածի տակ ինքը պետք է սինուս կոսինուս սովորի դպրոցում թե չէ։ Դրան հələ հեսա կանդրադառնամ ես մյուս կետը։ Բայց ես միտքս հավարտեմ, ուղղակի հարցն ինչումն է։ Երեխաները խաբում են ոչ թե որովհետև գնահատական ուզում բարձր ստանան, այլ որովհետև իրենց պետք է որ բոլորը գոհ լինեն իրենցից։ Այդ գոհ լինելու, որ իրենց գոհ լինեն, դա դա գնահատականի արտաքին մոտիվացիա։ Կա նաև ներքին մոտիվացիա, որ դու ես ասում, որ ինքը պիտի ցանկանա նպատակներ։ Խնդիրն է, որ անգամ մենք մեծ ասակներս, եթե մեզ թողում են միայն ներքին մոտիվացիայի վրա, մենք շատ բան չենք անում։ Այդ բայց դա արդեն փչացած հոգեբանական խնդիր է։ Չէ, փչացած չի, այդպես են մարդիկ, միշտ այդպես է։ Չէ, նայեք, տեսեք, այստեղ խնդիրը ինչու՞մն է, հենց նորից ոնց որ վերջացնեմ այդ միտքս, մենք սովորացնում ենք դպրոցում ինչ որ բաներ երեխային, որ երեխայի համար ընդհանրապես հասկանալի թե ինքը ինչ է անում։ Բայց երբ որ մենք իմ կարծիքով ավելի առողջ կրթությունը դա problem based learning-ն, այսինքն երբ որ երեխան ինքն է ձևակերպում, դու կարաս իրան օգնես, հուշես, ուղղորդես, բայց ինքը ձևակերպում է խնդիր, որ ինքը ուզում է լուծի, այս խնդիրը լուծելու համար ինձ ինչ է պետք, որոշում է, որ ահա, այս ոնց իմանալ ինչ է պետք։ Ահա, տեսեք, օրինակ պատկերացեք մի հատ օրինակ բերեմ, օրինակ երեխու հետ իրան ոգևորում ես, որ եկեք մեր ընկերների կամ ծնողների համար փարթի կազմակերպենք։ Ահա, առաջի դասարանի երեխա է։ Ահա, փարթի ենք կազմակերպելու, իրար հետ բան անենք, պետքա բուտերբրոդներ սարքենք մեր փարթիի համար, որ բոլորը սնվեն այդ ժամանակ։ Մենք կարանք արդեն սկսենք պետքա հաշվել, թե օքեյ, քանի հոգի է գալու փարթին մասնակցելու, ամեն ինչքան ուտելիք պետք է ուտի, այդ ուտելիքի համար ինչ ինգրեդիենտներ են պետք, բաղադրամտոմսեր պետք եւ այլն, ու հետո հիմա այդ հաշվարկը հասկացա միտքը։ Սուպերմարկետից ինչքան պիտի առնենք, ինչ գնով պիտի այդ ամեն ինչը իրան դրսում հաշվելու, չէ։ Այո, բայց ինքը դեմիջը պիտի թվերը սովորացելի, չէ։ Ով է սովորեցնելու, այդ որ պրոբլեմով շնորհիվ է ինքը թվերը սովորելու։ Այ հենց այդ պրոբլեմը, երբ որ մենք խնդիրը ձևակերպում ենք, այդտեղից ասում ենք, բայց դու պրոպեսի հաշվի ոնց որ իմանաս ինչքան է պետք, այս համար քեզ հաշվել է պետք։ Հաշվելի ինչ է, ինքը դա կոնե պիտի հասկանա սկզբից։ Ահա հենց ի՞նչ է հաշվելու, դա իրականում շատ ուսուցիչներ չգիտեն ինչ է հաշվելու։ Ահա, հենց այդ ամեն ինչը ոնց որ բայց ինքը որտեղից է դա սովորելու այդքան բան առանց գրել կարդալ իմանալ ոնց է սովորելու այդ ամեն ինչից սկսում է հենց այդ ամբողջը ինքը իմանալու է չէ որտեղից իրան պետք է ով այն սովորեցնել բա որտե պրոբլեմ դնես գիրք ասես կարդա ինքը ասա դա հիմա սովորել կարդալը նույնիսկ այդ գրել կարդալը այդ խնդիրից պիտի գաս այսինքն ինքը ուզենա մի բան անի բայց հիմա իր գիտելիքները բավարար չեն այս խնդիրը այս անելու օքեյ ես դրա համար հիմա որ սովորեմ որպեսզի ես կարողանամ անեմ այդտեղից երբ որ գա ամբողջ այդ գրել կարդալն էլ հաշվելն էլ եւ այլն հաշվելը ինչա ու հաշվելը որ արժի թե չէ այդ ամեն ինչը երբ որ դու բերես իսկ ինչա երեխա համար դա պրոբլեմ
Ինչը։ Այդ խնդրեմը, որ ով այդ խնդրեմը իրան առաջարկում։ Այդ խնդրեմը ինքը պիտի սկսի առ։ Սկսենք դրանից, Աստորեն ինքն է որոշում խնդիրները իր համար։ Ուսուցիչի դերը, ուսուցիչի ըստ էության իր դերը հենց այդ մենթորությունն է, այսինքն իրան ուղղորդի որպես ինքը հասկանա այս խնդրեմը։ Որ հասկանա թե այս երեխան ինչ է ուզում, ինչ հետաքրքրություններ ունի։ Երեխան շատ տարբերներն է ուզում։ Մամի երեխան սա է ուզում, երեխանն է ուզում, որով զբաղվի։ Ահա, այդտեղից իհարկե մյուս ամենագլոբալ հարցն է կրթության մեջ, թե որ բոլորով միայն հավասարացնում ենք։ Չենք հավասարացնում, մենք խնդիր ունենք 40 երեխայի մյուսուց 4 սովորեցնել։ Ահա, այստեղ իմ ողջերությունն է գալիս AI-ից, որովհետև AI-ի միջոցով ուսուցիչը լիքը իր աշխատանք թոթափվում է ու շատ ավելի ինդիվիդուալ կրթության հնարավորություններ են բացվում AI-ի շնորհիվ։ Կա երկու տեսակի գիտելիքի կուտակում։ Մի տեսակը ինքը կոչվում է համակարգային, ասենք առարկաները դպրոցներում դրա համար են։ Դու չես կարող մի բան սովորել առանց դրանից առաջ մի այլ բան սովորել։ Ուղղակի չի ստացվում, չես հասկանաս, մինչև սա չհասկանաս։ Ու հասկանալ խնդիր կա։ Հասկանալ, շա կապել տարբեր հասկացությունները միավորել։ Ու կա նպատակի համար սովորել։ Այն ինչ որ մենք անում ենք մեր կյանքի մի զգալի մասը ավարտելուց հետո, համակարգային կրթությունից ավարտելուց հետո մենք սկսում ենք նպատակի համար սովորել։ Մենք քրքրում ենք, որովհետեւ մի բանի հասնենք, մի բան հասկանանք ու դրանից ինչ-որ բան դուրս բերենք մեր նպատակին հասնելու համար։ Լիքը բան ընթացքում չենք հասկանում, բայց դա մեզ կարևոր չի, մեզ գլխավորս նպատակին հասնելն է։ Ու այդ փուլում մենք սովորում ենք նպատակին հասնելու համար։ Խնդիրն է նա, որ եթե դու այդ համակարգային կրթությունը լավը չես ստացել, դու բարձր նպատակներ երբեք չես հասնի։ Ուղղակի դա անհնարին է, որովհետեւ խնդիր հասկանալու համար հասկանալու գիտելիք ունենաս։ Ահա, հիմի հարցը ինչու՞մն է, տես ասում ես, եթե այդ համակարգայինը չսովորես, բարձր նպատակին չես հասնի։ Այսինքն ստացվում է այդ բարձր նպատակի համար, այս մեկը պետքա, չէ։ Երբ որ մարդուն սովորացնում ես նպատակին հասնել, այսինքն դու իրան ձևավորում ես հենց այդ հատկանիշը, նպատակ դնել ու նպատակին հասնել։ Երբ որ ինքը արդեն տեսնում է, որ ինքը կարող է իմիջիայլոց երեխան սկզբից կարող է շատ ավելի կարճաժամկետ նպատակներ իր առաջ դնի։ Ինչքան մարդը մեծանում է, այնքան սկսում է ոնց որ հասունանում է, այնքան սկսում է ավելի ստրատեգիկ մտածել, հեռակա մտածել։ Գուցե հենց հերթականության հարցն է, որ դու պետքա ժամանակի ընթացքում մեծանում է, ավելի մեծ նպատակներ է իր առաջ դնում ու այս ավելի մեծ նպատակին հասնելու համար տեսնում է որ այս հիմքը օրինակ պետք է սովորեն, որ ինքը լիքը պրակտիկ բան է սովորել, բայց իմ ինչ որ բացեր կան այս հիմքի մեջ, այստեղից ինքը շատ ավելի մեծ մոտիվացիայով այդ հիմքը կսովորի, որը մինչև այդ իր համար ծանրալի է։ Հիմա բացատրեմ ինչու չաշխատի։ Բայց դա դիմա գեղեցիկ բան է, ասես նորից կգտնեմ, կա գիտություն։ Գիտությունը հետեւյալն է, երևի ես էլ դու շատ լավ գիտենք ոնց աշխատում մարդու ուղեղը։ Ես ունակ պատմություն չգիտեմ։ Ու ինչքան փորձել եմ սովորել, ու ես լիքը պատմության գրքեր եմ կարդացել, չեմ կարողացել, ու ասեմ ինչու։ Ես դպրոցում չեմ սովորել։ Խնդիրը հետեւյալն է։ Բայց կարող է այդ կոնկրետ խնդիր, օրինակ ես էլ հետագայում կակրազ իմ հետաքրքրասիրության արդյունքում հիմի լիքը պատմություն եմ ուսումնասիրում ու հիմիկվա իմ արդեն ուղեղով ավելի իմ հիմիկվա հասունությամբ, որ թե ինչի համար է այս ամեն ինչը, ժամանակ ինչ որ անկապ դպրոցում ես սովորացնում էին անկապ թվեր, ես չէի հասկանում թե ինչի համար եմ այս թվերը սովորում։ Հիմիկվա իմ ուղեղով արդեն հասունությամբ, ես արդեն գիտեմ ինչի համար եմ սովորում։ Ես սկսում եմ իմիջիայլոց AI-ի հետ շատ հաճախ, շատ ֆունդամենտալ հարցեր տալով հենց այդ պատմության հիմքերն եմ ես սկսում սովորել։ Բայց տարբերությունը հասկանում եմ։ Ես հիմա բացատրեմ խնդիրը ինչու՞մն է կանում։ Մարդու գիտելիքը ինքը ընդհանրապես եթե AI օրինակը վերցնենք, զուգահեռ տանենք, չէ՞։ Ինքը տարբեր հասկացությունների երևույթի մեջ կապեր են։ Ու կոպիտ ասած թվեր են։ Պայմանական AI-ի մեջ մեր մոտ դա սիգնալներ են, որոնք իրար կապում են։ Ու երբ որ մարդը սովորում է երեխան, իր մոտ կա neuroplasticity, իր ուղեղը ձևավորվում է ելնելով նայած թե ինչ է սովորում, ինչպես է սովորում։ Ուղեղի աշխատանքն է այդպես։ Օրինակ եթե երաժիշտի ուղեղը հերձես, ինքը ուրիշ ձև է։ Իր կոնստրուկցիան ֆիզիկական այլ է, ինքը այդ ձևը աճում։ Որտեղ ինքը այդ մարդը ժամանակին երաժշտություն է սովորել։ Հա։ Եվ երբ որ ասենք ես որպես երեխա սովորում եմ ինչ-որ թագավորի մասին, միտեղ գիրք եմ կարդում իր մասին, միտեղ խոսում եմ դրա մասին, ինքը այդ շահկապվածությունները, որոնք առաջանում են այդ գիտելիքի, մնացած գիտելիքի մասին, այդ փուլում են ձևավորվում։ Եվ իրանք ցես գնալով աճում են այդ բոլոր գիտելիքները, եթե հիմա մենք կարող ենք բերել վատ օրինակներ, որ դպրոցում վատ են պատմել, սովորեցնել պատմություն։ Եվ հետո մենք ստիպված ենք դա լրացնել, բայց դպրոցում կարող են լավ սովորեցնել։ Ոչ միայն դրա կարիքը չէր լինի, այլ կլիներ հնարավորություն ապագայում այդ ամենի վրա կառուցել։ Խնդիրն է նա, որ դու չես կարող հետո մտնել ներքին շերտերը
որոնք արդեն ձևավորվել են, ունդեղ նոր գիտելիք ավելացնում, թե բոլոր կապերը չեն լինի։ Այդ կապերը ստեղծելու համար համաձայն եմ, մեծ ծավալ է պետք ու խնդիրն ինչ է ստացվում։ Եթե դու սովորում ես անընդհատ, ու ես գիտեմ տենց երեխեք։ Ես գործ եմ ունեցել մարդկանց հետ, ովքեր սովորել են միշտ միայն նպատակի համար։ Իրանք թքած են ունեցել այդ կրթության վրա, իրանք տարել են տարբեր նպատակներ, այդ նպատակների համար սովորել են։ Ու ասես տես մեկին ես մոտապես տես մի 25 տարեկան հասակում տեսա։ Ասենք ինքը կարող է երկար բարակ խոսել բիզնեսից, որտեղ լիքը բան սովորել էր, բայց իրան ասենք հարցնում էի, ասենք ես որ ջրի մեջ մի քիչ աղ լցնեմ ու մի քիչ թթու ինչ կլինի, ասում եմ չգիտեմ։ Ինքը պատկերացում չունի ինքի մեջ, զրո, вообще չգիտի։ Կրթության բացերի մասին է խոսքը։ Չէ, դա կրթության բաց չի, ինքը ուղղակի դպրոցում չի սովորել, բայց ինքը միշտ սովորել է։ Ինձ դպրոցում այդ չի սովորել։ Ինքը չէ, ինքը 5-րդ դասնից կոպսա դպրոց չի գնացել։ Հա սովորել է, ինքն նույնն է սովորել։ Հասունացել է։ Բայց դու տես, ինչն է խնդիրը, բայց դու ինչ որ օրինակ ես բերում, որ ինչ որ մեկի դպրոց չի գնացել, ինչ որ մի ճանապարհով սովորել է, որը Աստված գիտի այդ լավ ճանապարհ է եղել, թե ինքը ասած մոդելը ստալա։ Փորձել է գումար վաստակել, լիքը հարուստ մարդ էր, լիքը փող վաստակել, լիքը բան սովորել, լիքը գիրք կա։ Անդադ ասում ես, անդադ գիրք եմ կարդաց, հիմա ոչ կա։ Իսկ միշտ հետաքրքիր է եղել տարբեր բան։ Իրան ինչքանով է ինքը ճիշտ մենթոր ունեցել, որ իրան տանի հենց այդ քո ասած բացերը լրացնելով, այսինքն ուղղակի ճիշտ զարգացնող կրթություն տա։ Ես չեմ ասում, որ կրթությունը պետքա sense բրախենք ոնց ստացվի լինի, էլի իմ ասածը հենց այնա, որ էլի պետքա կրթությունը ոնց որ համակարգ լինի այդ ամեն ինչի համար, բայց համակարգը չպետք է լինի այն ինչ որ մենք ունենք, որովհետև հիմիկվա մեր ունեցածը հին աշխարհի համար ստեղծված համակարգ էր, որ ինչպես լավ էր ստեղծված հին աշխարհի կարիքները բավարարելու, բայց ինքը ստեղծվել է, երբ որ հին աշխարհը դեռ չի եղել, ինքը ստեղծվել է դեռ մինչև կապիտալիզմը։ Իրականում ինքը ստեղծվել է կապիտալիզմից առաջ, դպրոցական համակարգը։ Ինդուստրիալ համակարգի ժամանակ, ինդուստրիալ զարգացումներից առաջ է եղել։ Մեր համակարգը ստեղծվել է 10-րդ դարի սկզբին, երբ որ ինդուստրիալ զարգացումն 17-18-րդ դարում։ Սենց ասեմ, ինքը ստեղծվել է մասսայական դպրոցը, ինքը ստեղծվել է զանգվածային կրթություն ապահովելու համար, որտեղ մարդկանց մեծամասնությունը անգրագետ է։ Նայենք օրինակ հենց այդ տեխնոլոգիական աշխարհի փոփոխությունները, օրինակ գյուղատնտեսությունը նույնպես տեխնոլոգիա է, չէ՞։ Իր գյուղատնտեսական հեղափոխությունը 7000 տարի է տևել այդ անցումային շրջանը։ Ինդուստրիալ հեղափոխությունը արդեն 120 տարի է տևել։ Իսկ արդեն օրինակ էլեկտրականությունը 50 տարի, բանը համակարգիչը մոտ 40 տարում աշխարհ մտավ։ Ինտերնետը 25 տարում արագությունները կրճատվում են, ժամկետները կրճատվում են, ու արդեն արհեստական բանականությունը մեր կյանքը, եթե համարենք, որ այս ChatGPT-ից սկսած sense մեծ բումը սկսեց իրար, ու ճիշտ է արհեստական բանականություն շատ դանդաղ մինչև էլ էր զարգանում, բայց sense թռիչքային, երբ որ նոր աշխարհս հասկացանք, որ սկսում է, փոխվում է շատ արագ։ Այսինքն մեր այս 2022 թվականից, երբ որ ChatGPT-ն ստեղծվեց, եթե վերցնենք մի 10-15 տարի հետո, աշխարհը անճանաչելի փոխված է ալնելու։ Մեր բոլորի կյանքը, տնտեսության հիմքերը լրիվ փոխված են։ Եթե ես ճիշտ հասկացա քո միտքը, վերջացեմ, կարճ վերջացնեմ, ասածս ինչ է, այդ նոր աշխարհում լրիվ ուրիշ հմտություններ են պետք լինելու։ Չասենք լավ լրիվ ուրիշ, լիքը ուրիշ հմտություններ են պետք լինելու, ու որոշ հմտություններ այսօրվա աշխարհի էլ կարիք չի լինելու։ Ու ստեղ մենք որպեսզի ժամանակի հետ ճիշտ շարժվենք ու հանկարծ չկորցնենք այն հմտությունները, որոնք պետք են, դրա համար կակրած շատ կարևոր է, որ երեխեքին ասենք դուք AI օգտագործեք, բայց իրանց խնդիրները բարդացնենք, որպեսզի ոչ թե իրանց միտքը դեգրադացվի, որովհետև այն նույն խնդիրն են լուծում, բայց AI-ով այսպես մի հատ լուծում են բրծնում է, այլ շատ ավելի բարդ խնդիր իր առաջ դնենք, որ ինքը չնայած AI-ը օգտագործում, բայց ուղեղը պետք է իր լարել։ Ու հենց այդ MIT էքսպերիմենտի խնդրեմը հենց դրանում էր, որ իրանք տալիս են նույն խնդիրները ու ուղեղը բարձ է այդ նույն խնդիրը լուծելուց եթե AI-ով անում, իր ուղեղը չի զարգանում։ Ես այսօր շատ ակտիվ AI եմ օգտագործում, բայց իմ աշխատանքի մեջ ոչ թե պակասել է մտավոր ստեղծագործականը, այլ ընդհակառակը շատացել է։ Համակասի, որ դու կայացած մարդ ես, դու արդեն ունես փորձ, դու բայց այդ նույն երեխան, այդ նույն երեխան։ Հիմա առաջարկ եմ անում, բարձ առաջարկ։ Վաղը ես պարկում եմ վիրահատության, դու վիրահատություն ես անում։ AI-ի միջոցով։ Պատրաստ ես։ Չէ, բայց դա ինչ կապ ունի։ Ոնց ինչ կապ ունի, բարդ հմտությունն է, մենք բարդ խնդիր եմ տալի։ AI-ը կպատմի ամեն ինչ։ Ես չեմ ասում։ Կպատմի ինչպես է պետք անել, լանցետը ինչպես է պետք անել։ Բայց չէ, ծայրահեղ ասում ես, հիմի որ ասեմ, հիմի թռի մարս, բարձա չես կարա թռնես։ Խոսքը նրա մասին է, տեսեք, առաջադրանքը դկրտության մեջ միշտ նենց է, չէ, որ ցանկացած պահի երախուն տալիս է մի հատ առաջադրանք, որը
իր համար անհնարին չի անելը, բայց բարդ է, ինքը պետք է ուղեղը լարի որ անի, առաջին հասարանցում ոչ թե ուղեղը լարի որ անի, այլ սովորի որ անի։ Հա, այդ ուղեղը լարելով սովորի, այսինքն իրար Սովորի, չելեջ ոչ թե լարի, լարել, Ես մի հատ անալոգիա եմ ուզում բերեմ, կարող է այդ ձեր դիսկուսիան ինչ-որ բանով ավելացնի բանը, ոնց որ պատկերացումները, տեսեք, այդ վերադառնում ենք էլի այդ MIT-ի հետազոտությանը։ Հիմա օրինակ վեկալենք 100 տարի առաջ նրա համար որ զբաղվեիր գյուղատնտեսությունով, դու պետք է վեկալեիր լապատան ոնց է հայերեն։ Բա դու պետքա վեկալեիր բա ու այդ բահով դու պետքա ձեռներով աշխատեիր, դու պետքա իմանայիր ոնց է, ինչա, դու ոնց որ հասկանում ես այդ գործընթացը ոնց ես անում։ Հետո ստեղծվում է տրակտոր։ Տրակտորը գալիս է ու անում է այն ինչ որ դու անում ես առաջ, մոտավորապես, չգիտեմ, 1000 անգամ կամ 10000 անգամ ավելի արդյունավետ ու ավելի շատ։ Ու դու արդեն չպետք է բահով աշխատես, դու պետք է տրակտորով աշխատես։ Դե մի բան չէ, ցուլերն էին, եզերն էին։ Okay, ցուլերը։ Այն մոտ նմանատեղ տրակտոր նման տեխնոլոգիան ուղղակի անալոգիան ուզում եմ նրան տանեմ որ հա դու առաջ ունեիր այս գիտելիքը ոնց դու այս արդյունքը ստանայիր հիմա դու ունես ուրիշ գիտելիք ոնց դու այս արդյունքը 1000x ստանաս ընդհանրապես քեզ որպես մարդ ու այդ տրակտորի օպերատոր տարբերություն չկա դու ցուլերով ես թե տրակտորով ես դու տրակտորի օպերատոր ես դու այդ արդյունքն ես ստանում կարող է դա ստեղծես հա Հայկ ջան նայ իրականում հիմա քանի որ AI essence լիքը առաջադրանքներ, այսինքն լիքը գործեր, որ այն ժամանակ գնում էին համալսարան էին սովորում մարդիկ, որ այդ գործը կարողանային անեն, հիմա AI-ը սկսում է անել։ Ու մեր բայց մեկ է սխալ անում։ Հա, այդ ժամանակի հարցը։ Ագին շատ։ Ժամանակի հարցը։ Ժամանակի հարց չի, դեռ անհասկանալի է ոնց է դա լինել։ Շատ հստակ, ասենք եթե նայենք AI-ի հալյուցինացիաների կոնկրետ ստատիստիկա կա։ 3 տարի առաջ մոտ 30% հալյուցինացիա էր, հիմա դարել է sense այսպես կտրուկ նվազում է, հիմա դարել է 0.7%։ Լավագույն AI-ները էս պահի էլի, այդ ChatGPT-ն, Gemini-ն եւ այլն։ Իրանց համար 0.7% է դարել, որ շարունակելու է։ Հիմա այդ կոնկրետ ինչ-որ մոդելների հետ կապված երևի, հա։ Նայում այն ժամանակվա top մոդելները ինչքան բան էին անում, ոնց որ հալյուցինացիա էին ունենում։ Հալյուցինացիան չիմացողների համար, երբ որ AI-ին հարց ես տալիս, ինքը տենց անկա բաներ է պատասխանում։ Իրանց այն ժամանակվա top մոդելը, այսինքն օրինակ այն 2021-ին 22-ին GPT 2-ը 3-ը, ասենք իրանք 30% հալյուցինացիա էին անում։ Քիչ-քիչ նվազել է, հիմա 0.7% է դառնում, ասեմ, էլի իմ ոլորտից, իմ մասնագիտական ոլորտներից, երբ որ ես մի քիչ խորանում եմ, հալյուցինացիաների տոկոսը հասնում է մոտավորապես 50-ի։ Այդ կարող է ձեր բանի Չէ, ցանկացած ոլորտ մի քիչ խորանում ես, սկսում անհետություններ դուս։ Ես հենց որ դրա մասին գիտելիքը շատ չի, հենց որ խոսքը գնում է ավելի նեղ գիտելիքի մասին, որ աղբյուրները քիչ են, գիտելիքը շատ է, ինքը սովորաբար ստում է։ Ու ասածս հենց դա է, որ եթե մենք ենթադրում ենք, որ ջեներիկ գիտելիքով, որ AI շատ լավ տիրապետում է, մենք կարողանանք բարդ խնդիրներ լուծել, դա հեքիաթ է։ Ես կարամ օրինակներ բերեմ դրա հակառակի լրիվ, օրինակ վերջերս տեսա այս GPT-5-ը, որ դուրս եկավ, աշխարհի top 0.1% իմունոլոգիայի ոլորտի մասնագետներից մեկը, որը որ լիքը հայտնագործություններ արեք, իր 50 տարի դրել է այդ ոլորտի մեջ, ասում է հիմի GPT-5-ի այս բանը $200 վերսիան, որ ավելի երկար է կարողանում մտածի, իրան ավելի երկար է թույլ տալիս մտածել, ասում է ինձնից ավելի խորը գիտելիքներ արտահայտում, դրսևորում։ Վերջերս բանի Google-ի AI մոդելը կարողացել էր հիպոթեզ առաջ քաշել բջիջներում process-ների, որը հետո փորձելով ապացուցվել է, որ իսկապես այդ տենց է բջիջը աշխատում, որը հիմի լայն հնարավորություն, լայն դռներ է բացել քաղցկեղի բուժման։ Նույն ձևի բանի Google-ի մոդելները anecdotal evidence։ Դու ասում ես կոնկրետ բան է, որ ստացվել է։ Ես ասում եմ, լիքը իմ փորձից, հենց 3 որոշ բաներ են փորձել ChatGPT-ի միջոցով անել, ու ինքը ինձ ասում է բացարձակ անհետեթություն է։ Այդ նորմալ է, նայ, ինչն է նորմալ։ Նորմալ ամասացը հետևյալն է, եթե մենք ասում ենք, որ երիտասարդին պիտի սովորեցնենք, որ ինքը այլևս պիտի խնդիր չլուծի, որտեղ դա AI-ի փոխարեն անելու է, մենք պիտի հասկանանք, որ այդ դեպքում ինքը չի կարողանա վերահսկել AI-ը։ Միջև հիմա, այսպես ասեմ, այս պահին աշխարհում AI-ի ներդրման
GPT համակարգի ներդրման 95% պրոյեկտների տապալվել են։ Ու պատճառը միշտ նույնն է։ Դա վիճակագրության, որ հրապարակվել է ընդամենը մի ամիս առաջ։ Այո, հրապարակվել։ Եվ պատճառը միշտ նույնն է։ Այնքան դա սխալներ է թույլ տալիս ու կատաստրոֆա է դրա հետևանքով։ Արամ ջան, այդ հիմի տես Բայց նաև իմպլեմենտացիայի ու չկա մարդ, եթե մարդ չես գցում մեջը, ով պիտի հետևի, որ ինքը սխալ չանի։ Բայց մարդ չլինի։ Խնդիրը հետևան, եթե դու մարդ անես, դու ունենաս մարդիկ, որ ի վիճակի են հասկանալ, որ դա սխալ է։ Ու եթե դա նեղ ոլորտ է, դու պիտի ունենաս այդ մասնագետներին։ Նշանակում է դու ոնց որ ունենում ես երկու տեսակի մարդիկ։ Մարդիկ, ովքեր առանց ուղղակի հավատում են, այն հույսով, որ իրան չի խափի ու չի ասի, որ ինքը սուտ բան ասում, բայց ժամանակաժանակ ֆեյլեր են անում ու հետևանքներ է դա ունենում, ու մարդիկ, ովքեր անցնում են նորմալ ծրագիր, լրիվ անալոգային, ձեռք է բերում բոլոր այն գիտելիքները, որոնք պետք են, որպեսզի կարողանան վերահսկեն այն, որ այլ հիմարությունը դուրս չտա ու խնդիրներ չառաջացնի։ Արամ ջան, այ օրինակ բերեմ հենց իմ կյանքից։ Ուրեմն բանում ծրագրավորման մեջ, իմ AI-ով ծրագրավորման մեջ vibe coding տերմինը կա, ու ինչ է իրենք իրանց ներկայացնում, որ դու ծրագիր ես գրում, բայց ոչ թե դու նստած ծրագիրը գրում ես, այսինքն այդ կոմպյուտերի հրահանգներն ես անում ծրագրի որևէ լեզվով, այլ դու քոս native լեզվով, անգլերենով, հաճախ հիմի մարդ գիտեմ, որ հիմի Գյումրու բարբառով դու կարող AI-ին ասում ես, թե ինքը ինչ անի, ընդ որում շատ դեպքերում դու հենց speech to text, այսինքն դու խոսում ես, ինքը տեքստը գրում է միանգամից, դու հրահանգներ ես իրան տալիս, դու պատմում ես, թե դու ինչ արդյունք ես ուզում ստանաս, ինքը ծրագիրը գրում է ու տենց իրար այդ իտերացիաներով աշխատում եք։ Հա, երեք էս ծրագիրը։ Հա։ Ինչու՞մն է խնդիրը հիմի։ Ես օրինակ եթե նայես Silicon Valley-ում մարդկանց տրամադրությունները դրա մասին շատ մեծ ոգևորություն է, մարդիկ եկա բիզնեսներ են հիմնում այդ vibe coding-ով։ Երբ որ ես խոսում եմ շատ հայ ծրագրավորողների հետ, ոնց որ վատ բառ են որպես օգտագործում vibe coding-ը, որպես ինչ որ անլուրջ աշխատող բան, ում հետ խոսում ես, ասում են, լիքը յութուբերներ նույն բաներն են ասում են, ովքեր լիքը յութուբերներ ամերիկյան հայտնի այդ ոլորտի նույնն են ասում, այդ vibe coding-ը վերջը շատ վատ բան է։ Հիմա ինչն է հարցը։ Երբ որ ես խոսում եմ մարդկանց հետ, ասում են, ստեղա խոսում եմ, ասում են անկապությունը չի աշխատում, են այնց ապուշ բաներ է գրում, ասում եմ եւ այլն։ Իմ սեփական փորձից իմ համար շատ լավ աշխատում է։ Ես հիմի գրում եմ ծրագրեր ծրագրավորման լեզուներով, որոնք ես երբեք չեմ օգտագործել։ Բայց ինչու՞մն է տարբերությունը իմ մոտ որ ստացվում է, իսկ այն մարդկանց մոտ որ չի ստացվում։ Ես այդ հմտությունը ունեմ իրան ճիշտ առաջադրանքներ տալու, որովհետև ոնց է օրինակ պատկերացրեք թիմ ունես, այդտեղ ավակ ծրագրավորող կա, կրծեր կա եւ այլն, չէ։ Երբ որ դու առաջադրանքներ ես տալիս, դու պիտի հասկանաս ամենի մոտավորապես մակարդակը այս պահին իր գիտելիքների հմտությունների մակարդակը ինչքան է, համապատասխան խնդիր տաս իրան։ Օրինակ եթե կրծեր ծրագրավորողին բարդ խնդիր տաս, ոդինգը գցի չի կարողանա անի ավակ ծրագրավորողին եթե ասես փուճուր անես այնա ավելի լավ է իր փոխարեն այդ գործը անես չէ ոնց որ պիտի համապատասխան խնդիր տաս որով որ արդյունավետությունը բարձր լինի հիմի լիքը մարդ այս AI օգտագործման հմտությունները չունի իրանց ճիշտ չի կարողանում ձևակերպի թե այդ կտորներով Linux կերներում արգելված է vibe code-ի վաշե Linux կերների թիմում արգելված է AI կոդը արգելված է Ուզում ասեմ, որակի հարց է, հասկանալի է, որ fluffy կոդը, որը մի անգամ է օգտագործելու, ոչ ոք հետո support չի անելու, ոչ ոք դա պատասխանություն չի կրում, կարելի է vibe code-ի կոդ գրել։ Բայց խնդիրն է, որ եթե դու դիրես կոդ, որը միշտ աշխատի, խնդիրը ես փորձեցի մի անգամ, ասած vibe coding ձևով մատ բան գրել, ծրագիր գրել։ Ինչ ոպայ սկսած ինքը նես բաներ էր անում այդ կոդի հետ, նես բաներ անում, ես ասած ստոպ տվեցի։ Ես հավատում եմ, բայց ես տալսի կոնկրետ prompt, ասում եմ, այսա սխալ է, ուղի։ Ինքը գնում էր դա ուղում էր 5 տեղ ուղում էր, սա խախտում։ Արամ ջան, այստեղ ասեմ երկու խնդիր կա։ Մեկը այն, որ հմտությունը, որ տաս, օրինակ ես նույն իրան առաջադրանք տալիս եմ, ինքը անում է, դրանից հետո ասում եմ մի հատ էլ առանձին prompt ունեմ, որով տալիս եմ, ասում եմ, դե հիմի այս արածը մի հատ նայի վրից, թե ինչ կարելի է ուղղել։ Ինքը արդեն ոնց որ նոր աշկով սկսում է նայել ու լիքը ցուցակով ասում այս կարելի է լավացնել, այս կարելի է լավացնել եւ այլն, սկսում է դզել։ Որակը անհամեմատ ավելի բարձր է, քան այն մարդիկ, որոնք չգիտեն ոնց օգտագործեն։ Բայց այդտեղ մի հատ շատ ավելի էական հարց կա, որ ես երբ որ խոսում եմ մարդկանց հետ, որոնք այդպես շատ սկեպտիկ են AI-ի նկատմամբ ու ասում են չի աշխատում եւ այլն, ես միշտ տեսնում եմ, որ այդ մարդիկ ոնց որ rate of progress, այսինքն աճի տեմպերը հաշվի չեն առնում։ Համենայն դեպս ֆիքս եմ էլ, ես չեմ ասում թե AI-ը
ամենակարողը AI ամեն ինչ կարող անի կամ անթերություններ չունի կամ որ մարդը էլ ոչ մի անելու բան չունի բոլորովին ես դրա մասին չեմ ասում բայց մենք նոր խոսում ենք նրանից ու մարդիկ պետք է ամեն ինչ արտապատվիրեն AI-ին ու իրանք չմտածեն ամեն ինչ չէ հենց այդ է հարցը այդ է խնդիրը մենք դեռ չգիտենք ինչ է ահա որպեսզի մենք հասկանանք թե որն է մարդու են յուրահատուկ հատկանիշը, որը ամենակարևորն է, որ ինքը ունենա։ Մենք այն ինչ որ AI կարող անի, AI-ին ենք տալիս, մենք ազատ ավելի շատ ռեսուրս ենք ունենում, ծախսենք նրա վրա, ինչ որ AI չի կարող անանի։ Ախր խնդիրն է, որ AI-ը մեր այն հատկանիշն է զարգան, որը հենց կակաս AI-ը բոլորը հիմա նույն բանն ասում։ AI-ը հիմա անգամ AI psychology ոլորտ կա հիմա, ինքը weird է, ինքը տարօրինակ է։ Ինքը անհասկանալի է, ինքը շատ པարզ բաներ չի կարողանում ու շատ բարդ բաներ կարողանում անի, բայց ուրիշ բարդ բաների չի կարողանում անի։ Հնարավոր չի ստացվում վերցնել, մենք հիմա կասած հետևյալն է, մենք մարդկանցով ադապտացվենք AI-ին, այն ինչ որ ինքը կարողանում անի, տանք իրենց, կտրտենք մեր գործունեությունը հատվածների, նեղ զարգանանք այնտեղ, որտեղ ինքը չի կարողանում, որտեղ ստեղ մենք իրան փոխարինենք, որտեղ ինքը չի կարողանում, մնացած տեղում չզարգանանք, որտեղ ինքը դեռ կարողանում է, այդպես չի աշխատել։ Նայ, կակրած հակառակն է, ոչ թե նեղ զարգանանք, այլ ընդհակառակը մարդու դերը նոր աշխարհում Բայց այդ բաներ չի կարողանում անի։ Big picture-ն է։ Big picture հետ դի մանրուքների մասը ինքը ստեղ հիմարություններ անում։ Այն մանրուքը, որը չի կարողանում, էլի դու արի, ես չեմ ասում չանես։ Բայց դու սովորես որ անես։ Սովորի այդ մասը, որը որ չի կարող։ Ապա եթե ասում, սա ասում ինքը դու մաս սովորես, ստեղ սովորես, ստեղ չսովորես, ստեղ սովորես, ստեղ չսովորես։ Սա սովորես չի կարողանաս։ Այդ է հարցը, դե ինքը պետք չէ, ինչ որ AI չի կարող անի։ Չէ, պետք է դրանով է որոշում, թե նայ, օրինակ հիմի քեզ օրինակ չգիտեմ, հիմիկվա ծրագրավորողները են պերֆոկարտաներով 0.1-ով ծրագրավորում չեն սովորում, չէ՞, որտեղ պետք չի։ Ու կարիք չկա, որ իրանք սովորեն դրանով։ Ախր դա նորից։ Ինչի՞ ժամանակ ծախսես դրա վրա, թե կարաս մի բանի վրա ծախսես, որը քեզ շատ ավելի շատ մենք տարբեր բանի մասն ենք խոսում։ Այդ օրինակի հետ համաձայն եմ, դա ես սկզբից ասացի, որ երբ որ դու խոսում ես տեխնոլոգիաների փուլերի մասին եւ մարդկանց ադապտացիան տեխնոլոգիաների որպես երևույթ, ասենք մեքենան փոխանեց ձիուն, հասկանալի կերպով։ Մենք գիտենք հիմա մեքենան ինքը ունի ղեկ, ձին ուներ այդ բանը, սանձերը, տարբերվում էր։ Հիմա մարդիկ սովորեցին, հիմա սա են օգտագործում։ Դա հասկանալի, դա մարդկային էր։ Մարդիկ ադապտացվում են հիմա տեխնոլոգիան որպես այդպեսին կոչվում է AI։ Իր խնդիրը հետևյալն է, ինքը մարդուն է փոխարինում։ Ինքը մտածողություն է փոխարինում, ոչ թե տեխնոլոգիա է, որը օգնում է մարդուն մի բան ավելի լավ անել, ինքը եկել է փոխարինել այն, ինչ անում է մարդը սկզբունքայինորեն։ Իր մարդու մտածողությունը։ Հիմա մի րոպե, միջև վերջ ասեմ միտքս, էլի։ Խնդիրը հետևյալն է, որ եթե նախկինում մենք ադապտացվում ենք տեխնոլոգիաներին, ձեռք ենք բերում նոր հմտություններ շնորհիվ տեխնոլոգիաներին եւ կարողանում ենք ավելի արդյունավետ լինել, հիմա առաջարկը, որ մեզ արվում է հետևյալն է, որ մենք պիտի մեր մտածողության, մեր ընդհանուր հմտությունների մի զգալի մասը հանձնենք AI-ին, դա չսովորենք, որտեվ դա պետք չի AI-ն է դա անելու, բայց ինչ որ բաներ սովորենք, որտեվ տեսնում ենք, որ AI այսօր չի կարողանում։ Վաղը չգիտենք կարողանա թե չէ, կարողանա, չի կարողանա, որտեվ ինքը weird է, ինքը անկանխատեսելի է։ Այդ կանխատեսելը չիմացողի համար։ Ո՞նց։ Չիմացողի թե ինքը ոնց է աշխատում։ Ինքը աշխատում է շատ բարձ, ինքը գիտի աշխարհը մարդկանց ստեղծած տեքստերի շնորհիվ։ Ինքը աշխարհը այն AI, որ հիմա կոչվում է բան, generative AI predictive, որը հիմնված է տեքստերի վրա։ Ինքը գիտի աշխարհը, այնպես ինչպես մարդիկ նկարագրեն այդ աշխարհը։ Մարդիկ լիքը բան աշխարհի մասին տեքստերում չեն գրում։ Դա նա չգիտի դրա մասին։ Լիքը բաներ տեքստերից չի կարելի դուրս բերել ամենջապես, ինքը դրա մասին չգիտի։ Բայց լիքը բաներ գիտի տեքստերից, որ մենք չենք հասկանում, որտեղ ոչ միայն տեքստերով։ Ինքը հիմա տեքստերով է։ Չէ, հիմա նաև կա GPT համակարգերը բոլոր տեքստերով են աշխատում։ GPT-ն հա, բայց հիմա արդեն կա visual AI, որը որ արդեն կարողանում է աշխարհը տեսնի, ճանաչի։ Այո, դա ուրիշ բան, ինքը տեսնում է, բայց դա չի շախում ճանաչել։ Մենք տեսնելով չենք ճանաչում աշխարհը։ Ասածս նա որ արդեն ոչ թե մարդուց է սովորում, այսինքն մարդու գրած տեքստերից է սովորում, այլ ինքը անմիջապես ոնց որ շփվում է այս աշխարհի հետ, այսինքն բնության հետ, ֆիզիկական աշխարհի հետ ու տեղից ինքը սովորում, այսինքն մենակ մարդու ստեղծած տեքստերը չի։ Բայց դա սկսել է արդեն։ Դա սկսել է, դա անում են։ Դա կարող է լինի, կարող է չստացվի, չգիտեմ, GPT-ին ստացվեց, մինչև լիքը բան չէր ստացվում։ Նո դրա ստացվելու արդեն օրինակներ ունենք, օրինակ հենց Tesla-ի self-driving-ը։ Որ չի ստացվել դեռ։ Հայաստանում աշխատում է։ Հայաստանում չի աշխատում։ Ինչի՞ չի աշխատում։ Չէ, որտեղ Հայաստանում չեն Հայաստանում ինքը չի քշե որ սովորի։
Այո։ Հա, այսինքն ինքը Ոչ միայն դա, ոչ միայն դա, սովորել է։ լիք ուրիշ պատճառներ կա, Ամերիկայում է շատ տեղերում չաշխատում, ավտոմատ անջատվում է, որտեղ հենց որ մի քիչ weird վիճակ է, տարօրինակ վիճակ է, ինքը անջատվում է։ Ու խնդիրը հետեւյալն է, Խնդիրը նրանում է ինքը ինչ է տեսել, ինչ է որ սովորել։ տվյալների քանակի մասն է խոսքը, ու անգամ այն բոլոր տվյալները, որ ինքը ստացել է Ամերիկայում միլիոնավոր ժամեր քշելուց հետո, ինքը միենա բավարար չէ, որ Ամերիկայում ամեն վիճակում կարողանա քշի։ Այն տեղերը որտեղ շատ է քշի, բայց չի կարողանում ուտի, քնի, այլ բաներ անել, որ պետք է անել։ Որտեղ ինքը մենակ այդ տվյալներն է հավաքում։ Այդ տվյալներն է հավաքում, բայց ուզում ասեմ ոչ մի բան չի խանգարում։ Այսօր հիմա արդեն Խանգարում է։ ռոբոտներ է սարքում, որը Խանգարում է։ աշխարհում ինքը Տեսլայի ռոբոտները կներես, Տեսլայի ռոբոտները հիմա գործանում քայլում են, Այո։ նայում են իրանց շուրջ բոլորը ու դրանից Հա, բայց սովորում գործանից դուրս չեն քայլում։ Հա, հիմա վաղը դու գործանից դուրս կքայլեն։ Ոչ մի Հասկանալի բան է։ չի խանգարում։ Խնդիրը հետեւյալն է։ Ոչ մի սկզբունքային պատճառ Համաձայն։ չկա, որպեսզի դա չլինի։ Կա, Չկա։ կա, ու տարբերությունը հետեւյալն է։ Կա։ Ինչն է։ AI-ը որպեսզի մի པարզ բան հասկանա, պետքա միլիոնավոր գրքեր կարդա։ Մարդը մի հատ գիրք կարդում է, հասկանում է։ Ու դա հիմնական տարբերությունն է։ Տարբերությունն այն է, ու էլի դրա այդ մեկտեղ հենց մի քիչ ավելի քիչ տեղեկույթ կա որևէ բանի մասին, ինքը սկսում է քիքսեր թույլ տալ։ Հա, դες դու էլի խոսում ես այս պահի մասին։ Չէ, ես խոսում եմ նրա մասին, որ այն ինչ որ մենք հիմա գիտենք AI-ից։ Հասկանալի է, որ մենք կարող ենք հիմա գեղեցիկ prediction-ներ անել։ Էլի 20-րդ դարի սկզբում այնպիսի որ իմացան որոշ բաներ մեխանիկայից եւ էլեկտրականից, այնպիսի գեղեցիկ պատկերներ էին նկարում, հետո մեկ էլ այդ ամենը չեղավ։ Սպասելիքները միշտ ավելի շատ են։ Նայ, Կարամ ջան, ես sense ման ասեմ, AI որ ասում ես իրան շատ data է պետք, որ ինքը սովորի, ճիշտ է, բայց այդ թե ինչքան data է պետք իրան, ինչքան տվյալ է պետք, որ ինքը սովորի, դա էլ է կրճատվում։ Այսինքն, օրինակ մի քանի տարի առաջ AI-ին շատ ավելի շատ տվյալ էր պետք, որ ինքը սովորեր, քանի որ AI գիտությունը զարգանում է, ինքը սկսում է ավելի շուտ, ավելի արդյունավետ սովորել։ Այսօր օրինակ լեզու, օրինակ շատ բարձրով է դա արվում։ Հզորությունների աճեցման։ Չէ, ավելացրել են պարամետրների քանակը։ Չէ, դրա մասին հզորությունների մասին չի խոսքը։ Կոնկրետ լուծումներ են գտնում, որի արդյունքում օրինակ նոր լեզու սովորելու համար, եթե իրան ահռելի ծավալ էր պետք, հիմի արդեն ահռելի ծավալ պետք չի, որովհետև օրինակ հենց այդ նույն պատճառով ասենք, մինչև այդ եթե հայերենը շատ բարդ էր իր համար, որովհետև ինտերնետում բավարար հայերենով ինֆորմացիա չկար, հիմի շատ ավելի քիչ ինֆորմացիայով ինքը սկսում է սովորել։ Ես Claude-ից հրաժարվեցի, որովհետև Claude-ը վատթարացավ նոր վերսիայում հայերենը, ChatGPT-ի մոտ է վատթարացել է հայերենը։ Հա, որովհետև ինքը արդեն չի փոխվում։ Խնդիրը, սենց ասեմ, էլի, միջև վերջում միտքը տանեմ։ Խնդիրը հետեւյալն է, այսօրվա AI հետ, ու մենք դեռ չգիտենք ինչպես այլպես կարելի անել։ Մի քիչ սթափ լինենք ու տեսնենք իրականությունը։ Խնդիրը հետեւյալն է, որ այսօր AI-ը արդեն ծախսում է էներգիայի այնպիսի քանակ, որպեսզի կարողանան հաշվողական գործերը, որոնք բերում են իր զարգացման, որ, ասենք, Ամերիկայում նույն բան OpenAI-ի համակարգերը մի քանի մեծ քաղաքների էներգիա են ուտում ու շարունակում աճել։ Մենք դեռ կարողանում ենք ունենալ զարգացում էքստենսիվ ճանապարհով, ուղղակի ավելացնելով հզորությունը։ Պարամետրների քանակը դարձրեցինք մի քանի տրիլիոն, ինքը ավելի արագ սկսեց որոշ բաներ սովորել։ Դու սովորել։ էլի նայում ես բանին, ոնց որ առանց զարգացման ոնց որ պրոգրեսը հաշվի առնելու, տես այսօրվա AI-ը, այսինքն այն ինչ որ օրինակ մի տարի առաջ շատ մեծ AI էր պետք, որը ահագին ծախս էր անում, որպեսզի կարողանար շատ մեծ պարամետրերով AI, որպեսզի կարողանար ինչ որ X խնդիր լուծել։ Այսօր մենք իրանք կարողանում են ստեղծեն արդեն շատ ավելի փոքր մոդել, որը նույն խնդիրը կարողանում է լուծել։ Այդ խնդիրը, բայց ինքը մեկ ավելի վատն է։ Շատ ավելի վատն է։ Ինչն է ասածս ինչն է, որ AI-ը նաև, քանի որ ինքը այդ գիտությունը զարգանում է, այսինքն ճարտարապետությունը, կոպիտ ասած AI ուղեղի ճարտարապետությունը զարգանում է ու ինքը կարողանում է ավելի քիչ ռեսուրս ծախսելով նույն խնդիրը լուծի, ոնց մինչև այդ ավելի մեծ մոդելներ այս նույն խնդիրը լուծում։ Գնալով ռեսուրսները ավելանում են, որտեղ ախորժակն է մեծանում մեր, ոչ թե որովհետև AI-ը սկսում ավելի վատ տրեյնինգի համար ռեսուրսներն են ավելանում։ Որովհետև մեր ախորժակն է մեծանում, թե ինչ է որտեղ իրանք ուզում են ավելի լավ սարքեն, որ ավելի լավ աշխատի։ ChatGPT 5-ը շատ ավելի շատ բանա ծախսել, էներգիա փողա ծախսել իր վրա, քան ChatGPT 4-ը։ Որովհետև մեր ախորժակը, թե մենք ինչ խնդիրներ ենք ուզում լուծենք, մեծանում է, ոչ թե որովհետև AI-ը ավելի վատ է սկսում այդ խնդիրները լուծել, ավելի շատ ռեսուրսով։ Մենք դե բան մասն ենք ուզում, զարգացումը, այս բանին էքստենսիվ է գնում, դրա մասին է խոսքը։ Բայց ասածս ինչ է, օրինակ դու մի հատ sense օրինակ բերեմ անցյալից։ Ինտերնետը երբ որ նոր էր դուրս եկել, մարդիկ խիստ մտահոգված էին, որ այս ինտերնետի սարքերը սաղ էներգիան կխլեն, էկոլոգիական կատաստրոֆա կլինի։
Բայց ինչ տեղի ունեցավ։ Այդ սարքերը քանի գնացին ավելի էֆեկտիվ դառան ու չնայած որ ինտերնետի տարածվածությունը շատ ավելի մեծացավ, քան նախկինում էր, բայց հիմա այդ ինտերնետային սարքերի վրա այդքան էներգիա չի գնում, ինչքան նախկինում էր, այսինքն տեխնոլոգիաները օպտիմիզացվում են, ժամանակի ընթացքում օպտիմիզացվում են ու այդ էներգետիկ խնդիրը բան է, ոնց որ ինչքան շատանում է պահանջը, այնքան դրա հետ զուգահեռ իրանք ավելի էֆեկտիվ են Մենք դառնում։ արդեն 40 տարի է, 40 տարի ուզում ենք ունենալ ավելի թեթև նոթբուքներ, որոնք ավելի շատ կաշխատեն։ Մենք ընդհանրապես հասանենք նրանից, որ 5 ժամից հասանենք մինչև 10 ժամ, 40 տարվա մեջ։ Ինչը։ Նոթբուքները։ Խոսքը բանի battery բանի Հա, battery power-ի օգտագործման։ Հա, կարողացանք մեջը խցկել շատ ավելի էներգիա կիր battery։ Կարողացանք մի 2 անգամ նվազեցնել անհրաժեշտ հզորությունը նույն 3 անգամ։ Նույն գործողությունը կատարելու համար։ Բայց 40 տարի առաջ կար նոթբուք, որ 5 ժամ ձգում։ Կարիս օգտագործում եմ։ Խնդիրը նրանում է։ 40 տարի առաջ։ Հա։ Խնդիրը հենց նրանում է, որ այ վառ օրինակ է, որ մարդու ախորժակն է մեծացել։ Հիմիկվա եթե battery-ին վերցնենք այդ ձեր ասած, ասենք 5 տարի, 10 տարի առաջվա բանի վրա դնենք, սարքի վրա դրենք, շատ ավելի երկար է սարքը։ Հա, բայց ուզում եմ ասեմ, ժամանակվա սարքը շատ ավելի թույլ է։ Ուզում ասեմ, բարձբան եմ ուզում ասեմ, որ մենք կարող ենք շատ օպտիմիստ լինել տեխնոլոգիական զարգացման տեսակետից, բայց այն ինչ որ դու ասում ես, որ հիմա մեկ էլ միանգամից շատ ավելի արդյունավետ բաներ Միանգամից չէ, ես նայում եմ անցյալից ոնց որ ժամանակային նայում եմ, այս ժամանակ ինչ ա եղել, հիմա ինչ ա եղել, ու եթե նույնիսկ գծային զարգանա, եթե կարանք ասենք, որ այս խնդիրները լուծվելու են հասկանում ես, դա ես չեմ խոսում այն մասին, որ ինչ որ հրաշք տեղի ունենա, ինչ որ շատ մեծ արագությամբ զարգան։ Չնայած շատ ավելի արագությունները կրճատվում են, բայց եթե նույնիսկ չդիտարկենք, որ արագությունները կրճատվելու են, եթե մենք նայենք, ասենք ChatGPT-ն ինչ էր անում, ինչ ռեսուրս ծախսելով 5 քանի տարի, 2-3 տարի առաջ հետո 2 տարի առաջ, մի տարի առաջ ու հիմա մենք տեսնում ենք, որ մի տարի առաջ հիմի համարյա նույնն է, ոչինչ համարյա չի։ Նույնը չի, շատ ավելի փոքր շատ ավելի չախր գրաֆիկներով երևում է, չկա տենց բան։ Չէ, եթե բոլոր իրանց հենց OpenAI ChatGPT 5 դուս գալու բաներից գրաֆիկներից երևում է, որ ոչ մի զգալի տարբերություն չկա։ Այսօր շատ ավելի էժան, ավելի փոքր մոդելներով կարողանում ենք լուծենք ավելի ուժեղ խնդիրներ, ավելի բարդ խնդիրներ, քան ասենք մի տարի առաջ ենք կարող տարբերությունը դրանում չէր, որ 5-ը ավելի էժան է, քան 4-ը։ 5-ը շատ ավելի բարդ խնդիրներ է հիմի լուծում։ Շատ ավելի չի լուծում, հետո ով ասեց որ լուծում է։ Բոլոր չարտերը իրանց խոսում որ չնչին տարբերություն է։ Որտեղ ավելի բարդ։ Ստանդարտ տեստերով այդ չնչինը այդ հենց այդ վերջի խնդիրների մասն է, որ ասում են քանի շատ ավելի չի, մի քիչ ավելի։ Չէ, ես ուրիշ բանի մասին եմ ասում կոնկրետ տվյալ դեպքում էլի։ Իմ ասածն է, որ այն խնդիրը, որ այն ժամանակ լուծում էր, հիմա այդ խնդիրը լուծող AI-ը շատ ավելի էժան է։ 100 անգամ ավելի էժան է այն նույն խնդիրը լուծող AI-ը, որը մինչև այդ լուծվում էր։ Burn rate-ը OpenAI մի user-ի վրա, ասենք մի user-ի, մի օպերացիայի, մի բան պատասխան տալու կոստը աճելա մի քանի անգամ։ Հա, բայց դրա հետ կապ չունի, աճելա, որովհետև իրանց ախորժակն է մեծացել։ Ոչ, որտեղ իրանք ստիպված էին ավելացնել time-ը, եթե հիմա այս մի բան գրում եմ, ինքը ոչ թե միանգամից է պատասխանում, այլ մտածում է։ Ինքը շատ ավելի դրա համար չեն ավելացրել այդ time-ը։ Դա ավելացրել են time-ը, որ ինքը կակրաս կարողանա ավելի լավ պատասխանել, ավելի քիչ ռեսուրսով։ Ոչ, ավելի քիչ չի, ավելի շատ է։ Չէ, ավելի շատ է։ Փաստ է։ Չէ, փաստ չի։ Նույն նայ Արամ ջան, նույն խնդիրը այն ժամանակ, որ այն ժամանակվա ամենամեծ մոդելն էր լուծում, չէ, ասենք GPT-4-ը։ Հիմա կա GPT-5-ը, որը ավելի շատ խնդիր է լուծում, բայց դրա հետ միասին կա GPT-5 mini-ն, որը շատ ավելի էժան է ու ավելի լավ խնդիրներ է լուծում, քան թե GPT-4-ը։ Որոշ խնդիրները, բայց չնչին տարբերություն է։ Չնչին։ Էլի, եթե նայես օրինակ 2-3 տարվա մեջ 100-ավոր անգամներ ավելի էֆեկտիվ են լուծում, ավելի էժան են։ ChatGPT 4 հայտնվել է 3.5 տարի առաջ 4։ Հա։ Այնպես որ 2-3 տարվա մեջ պետք չի նայել, պետք է նայել վերջի տարվա մեջ ինչա փոխվել։ Վերջի տարվա մեջ ամեն տարի ավելի էժան մոդելը շատ ավելի բան է, արագ, շատ ավելի մեծ խնդիրներ է կարողանում լուծի, քան այն վաղտվա հին մոդելը։ Հիմա ինչ են, ոնց է զարգանում։ Իրանք ստեղծում են մի հատ մոդել, հետո հաջորդ վերսիայում ստեղծում են մի հատ ավելի sense մեծ ու ավելի հզոր խնդիրներ լուծող մոդել, հետո այդ ավելի հզոր մոդելի ոնց որ մինիմիզացված տարբերակն են սարքում, որ մինիմիզացված տարբերակը շատ ավելի էֆեկտիվ ալում, քան այն ժամանակվա մեծ մոդելը։ Դա 1.5 տարվա առաջվա պատմությունն է, որ իրանք կարողացան անել այդ բանը, էքստրակտները ստեղծել, որ սեղմել, ոնց որ հիմա են այդ անում։ Անում են, բայց ես ունեմ նայել եմ այդ ամբողջ հետազոտել եմ։ Մարդիկ հետազոտել են, նայել են, այո,
ինքը մասնավոր խնդիրներ լուծում։ Իրան ոնց որ աշակերտը, որ ինձ սովորեցնում է որոշակի կարգի խնդիր ինքը, բայց մասնավոր խնդիրը ավելի մեծ քիքսերա թույլ տալի։ Ու իրանք ստիպված հիմա որպեսզի օպտիմիզացիա անեն, ընդհանրապես հիմա իրան գնում են օպտիմիզացիայի ճանապարհով, որ այն པարզ առաջադրանքները տան ավելի པարզ մոդելին, որը լիքը բան չի կարողանի, բայց այդ པարզ առաջադրանքները կարողանում են ավելի քիչ ծախսով չէ OpenAI-ի հիմնական հրամայականն է ծախսերը նվազեցնելն, բայց իրանք գեր մոդելը զգալիորեն ոչ մի զարգացում համարյա չի ունեցել։ Գեր մոդելը այն փաստը իրաց բաները գրել կայքոմա գրած իր սեփական վերլուծությունը բոլորի մոտ հիաստապություն առաջացրեց։ Արամ ջան, բայց ես իմ անձնական գործում տեսնում եմ, որ ես էլ եմ տեսնում մեկ լավա մեկ վատա, ոչ մեկ լավա մեկ վատա, ու լիքը մարդ նույն բանն են ասում։ Ուզում ասեմ սկզբունքային տասնապատիկ, չէ, մեծ էքսպոնենցիալ աճ չկա ու կարող է լինել։ Երբ որ մենք ստանանք AI-ներ, որոնք աշխատում են իրական տվյալների վրա, ոչ թե միջնորդված տեքստերի միջոցով, այլ տեսակի AI-ներ, որոնք աշխատեն հավաքագրելով իրականության մասին տեղեկույցը, բայց փորձը ցույց է տալիս նույն Tesla-ի, որ իրենք վիզ դրած աշխատում են ու Elon Musk ինքն է խոստովանում, որ Grok-ը շատ ավելի պրիմիտիվ համակարգ է, քան Tesla-ի միջի համակարգը։ Իրանց սեփական փորձից է։ Որտեղ նա շատ ավելի երկար ժամանակ մշակվել ու շատ ավելի մեծ ծախսեր ունի։ Ուրիշ բարդ խնդիր է։ Այո, ինքը միայն մի հարթակ խնդիր է կարող լուծի, մեքենա քշել։ Ու մնացած բոլոր խնդիրների համար ինքը 0 է դեռ։ Ու ինքը կարող է մենք կարողանանք այնքան տվյալ հավաքագրենք, չինացին ամենտեղ կամերաներին հիմա դրա ամեն բան հավաքագրում են, որպեսզի լիքը բան հետո AI-ին տան, որ AI-ները խելոքանան։ Բայց այս բանը մենք անգամ չգիտենք, թե դա ինչպես է պետք անել շատ բարձ պատճառով։ Այդքան հաշվողական հզորություն մենք ի վիճակի չենք արտադրել մոտակա 100 տարվա մեջ։ Ոչ ոք չգիտի ինչպես է դքան հաշվողական։ Այս բանը մենք չգիտենք։ Շատ կոնսերվատիվ է։ Չէ, չգիտենք, ոչ ոք չգիտի, հիմա դու գիտես, երևի կարող ես նոր ստարտափ չգիտենք, մենք ինչքան կարողանանք Nvidia-ին հաղթի ու կստեղծի ինչ-որ նոր սուպեր չիպեր, բայց այս պահին բոլոր փորձերը նանո մակարդակը նվազեցնել էլ ավելի 2 նանոմետրից հասնել 1 արդեն չի աշխատում, չկա։ Փորձում են օպտիկական չիպեր ստեղծել։ Դեռ IBM-ը անում է 20 տարի է, դեռ ոչ մի արդյունք չկա։ Արամ ջան, արի որպեսզի տենց անվերջ էս բան հարցով չվիճենք, ուրիշ բան եմ ուզում ասեմ, էլի։ Տես, խնդիրի այն է, որ այսօրվա տարբեր խնդիրներ, անկախ նրանից, որ դու մտածում ես օրինակ, որ այ ֆունդամենտալ էս մասը մարդը բացատրում եւ այլն, եթե դիտարկենք այսօրվա ոնց որ բիզնես աշխարհը, այսօրվա աշխարհում լիքը տարբեր ոնց որ նեղ գործեր, որի համար մարդերին վարձում եկագործ էին անում, հիմա այդ գործը AI-ն է անում։ Ու հետո ես մի գործնա արդեն AI-ի կարում լավ անի, ես մի գործնա կարում ան հերթով, sense տարբեր գործեր, որ նախկինում մարդը պետք է աներ, AI-ը սկսում անել։ Ընդ որում նկատենք, որ այդ բոլոր գործերը իրականում տեխնոլոգիական գործեր են, այսինքն այն որ դու ասում ես տեխնոլոգիաների ռիներ, որ փոխարինում էր, հա, իրականում տեխնոլոգիան մարդը այն ժամանակ տեխնոլոգիան չկար, այդ տեխնիկական խնդիրները ինքն էր լուծում, հիմա տեխնոլոգիան կա, AI տեխնոլոգիան, այս խնդիրները արդեն նեղ խնդիրները AI-ն է լուծում։ Ու ինչն է ամանում մարդուն, համենայն դեպս եթե ապագայի մասին ենթադրություններ չանենք, այսօրվա դրությամբ ինչն է որ ավելի ու ավելի կարիքը լինում է որ կոպիտ բիզնես հենց բիզնես աշխարհի համար, տնտեսության համար, որ ավելի շատ ինչպիսի մարդու կարիք է սկսում առաջանալ, այդ առաջանում է մարդու կարիք, որը կարողանում է ավելի ունիվերսալ լինի, ճկուն լինի, ադապտացվի ու կարողանա ոնց որ մեծ պատկերը տեսնի, այսինքն ոչ թե ինքը լինի այս նեղ բուջուր գործը անողը, այլ ինքը լինի մարդ, որը ասում է ես խնդիր եմ լուծում, ոչ թե ասում է ես մարքետոլոգ եմ, ես ծրագրավորող եմ։ Դե ասում եմ, վաղը ես խնդիր ունեմ, պետք է վիրահատել։ Արի վիրահատել, խնդիր լուծող ես, չէ՞։ Հեսա մի հատ վերջացնեմ, ոնց որ այս քանի գնում կարիքը լինում է այն մարդկանց, որոնք խնդիր լուծող են, որ եթե պետքա իրանց նպատակ են դրում, որ ես սրան պիտի հասնեմ, եթե պետքա այս մարքեթինգի խնդիրը կանեմ AI-ով, պետք է լինի ծրագրավորման խնդիրը կանեմ AI-ով եւ այլն։ Հիմա ուզում ասեմ, դու ինչքան էլ այսրա հետ չհամաձայնես, այսօրվա բիզնես աշխարհը դրա կարիքը ունի ու էտա ոնց որ դրան է գնում դրա համար ոչ մի տեղից ոչ ասենք ես իմ HR ղեկավարին չեմ փոխարինի AI-ով ու չեմ դնի իմ ծրագրավորին ասեմ գնա HR-ով զբաղվի որտեվ ինչքան ինքը իրան AI-ը բացատրի ինչա պետք անեն ինքը քիքսերա թույլ տալու որտեվ դի իմանաս մարդկանց հետ ոնց շփվես դի հասկանաս լիքը բան Արամ ջան ես բայց HR-ին շատ process-ներ հիմա փոխարինվում են ոչ թե փոխարինում HR process-ներում մտցնում են AI գործոնը, որպեսզի օպտիմիզացիաներ արվեն աշխատանքի, բայց արդյունքում ոչ ոք դեռ HR-ներին զանգվածային գործի չի հանում։ Միացենց օրինակ ասեմ, նայեք, միացենց օրինակ ասեմ, մի
դեռ անցած տարվանից արդեն է Silicon Valley top դեմքերը ասում են, որ 2026-ին ունենալու ենք առաջի $1 միլիարդ բիզնեսը, որը ընդամենը մի հոգի անում, որովհետև AI տարբեր ագենտներով կարողանում է խնդիրը լուծի։ 2026-ին հələ չենք հասել, բայց արդեն վերջերս տեսա մի հատ նորություն, որ մի կազմակերպության մասին ցավոք անունը չեմ հիշում, որը ընդամենը 3 ֆաունդերներով արդեն $1 միլիարդ կազմակերպություն էր։ Այսինքն արդեն ակնհայտ է, որ հենց Բայց $1 միլիարդ վաստակում են, թե իրանց valuation-ը $1 միլիարդ valuation։ Բանի Nvidia valuation-ը մի քանի տրիլիոն է, եւ բայց այդ օթից չի, չէ՞։ Օթից է։ Իհարկե օթից է։ Ոչ մի չի արտադրում։ Ակնկալիքներից է, այդպես ակնկալիքներից է։